La pari yerego sesi pari yerego dernaga navodko vskisi Ortnian dermen Iisus Hristos amen Hayr mer որ հետինս է սուրբ երիցի անունքո Եղեսե արքայություն քո երիցի ինքամքո որպես երկինս երևի ըզհացներ հանաբազոր դու մեզ այսօր Եվ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողուկ մերոց բարդաբանած Եվ մի դանինս մեզի փորձություն այլ բրգյազ մեզի չարեն Զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն Իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն զվարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ Ի չար խորհրդոց ի բանից եւ ի գործոց բրգյազ մեզ Եվ ողորմյա քո արարածոց եւ մեզ սպասմա մեղածս ամեն Հրամեցեք Բարի երեգո ձեր բոլորին, նաև բարի երեգո բոլոր անոնց, որոնք համացանցի ճամփով Facebook-յան այս live stream-ով նաև գեհերին այս սերտողություններուն Ինչպես միշտ այսօր եւս մեր սերտողությունը սկսենք հոգևոր երգով մեծ ու զարմանալի ենք ու գործերդ ամենագալ Տեր Աստված մեր արդար ու ճշմարիտ են ճամփաներդ ամենագալ Տեր Աստված մեր Մեծ ու զարմանալի են քո գործերը ամենագալ Տեր Աստված մեր արդար ու ճշմարիտ են ճամփաները ամենագալ Տեր Աստված մեր Դեր Աստված մեր, մենք կկոմանանք քեզ մե եւ կփառավորենք քո սուրբ անունդ։ Շնորհակալ ենք քո մեծագործություններուդ, ողորմությանդ ու հավատարմությանդ համար, որ ցույց կտաս սերունդե սերունդ։ Ինչպես քո ժողովուրդը դանցավ փորձություններու, նեղություններու եւ անորոշության մեջ, բայց դու երբեք չլքեցիր սիրենք, դու առաջնորդեցիր, պահպանեցիր եւ քո խոստումները հաստատ պահեցիր։ Սորվեցու մեզի եւ կյանքը դժվար է չմոռնալ ու կատարած գործերդ։ Երբ մեր աչքերուն առջև ճանապարհը փակ կտվի, օգնե մեզի վստահի քո առաջնորդությանդ։ Երբ մեր սիրտը վախով լեցվի, հիշեցուր մեզի, որ դու հավատարիմ ես Տեր։ Բահե մեզ քո խոսքիդ մեջ, դուր մեզի սիրտ, որ կփնտրե քեզ, միտք, որ կհիշե քո օրհնություններդ, եւ հոգի, որ ամեն որ քեզ կփարապանե։ Օրհնե մեր ընտանիքները, մեր զավակներն ու գալիք սերունդները, որովհետեւ անոնք ևս ճանչնան քո անունդ, հիշեն քո սքանչելի գործերդ եւ իրենց կյանքը քո կամքիդ համաձայն ապրին։ Դեր օգնե մեզի, որ միայն հիշել քո գործերդ, այլև մեր կյանքով վկայել քո բարությանդ մասին։ Թող մեր բերանները պատմեն քո մեծությունդ, իսկ մեր սրտերը միշտ վստահին քեզի։ Քեզի փառք, պատիվ եւ փոխություն, այժմ եւ միշտ եւ Հավիդյանս Հավիդենից։ Ամեն։ Սուրբ Աստված, սուրբ եւ զոր, սուրբ եւ անմար, որ Ո
Եզկի փորձութենե եւ ամենայն գտանքից ներոց։ Եվ եւս խաղաղությանս դեր աղաչե սուկ վասանդսելի լինելով դիարն աստծոյն աղաչանած մերոց։ Բարեխոսությամբ սուրբ աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ քրտության դիարն աստծո ամենագալ դերասված մեր գեցո եւ ողորմյան դեր ողորմյա Park budan kesiyor Vietnam'dayır. Kuayragan sirut եւ հոգացությանդ համար, քու ողորմությանդ, կտությանդ, որ գծուցապերես, ինչպես անցյալին, նաև այսօր յուրաքանչյուր մարդ արարածի։ Շնորհակալ ենք նաև, որ այսօր մեզ յուրաքանչյուր այստեղ հրավիրեցիր, մեզ առաջնորդեցիր, որպեսզի քու ներկայությամբ լեցվենք, լսենք ու պատգամներդ եւ ապահովենք նաեւ մեր հոգեվոր սնունդը անով աճելու, անով մեծնալու, անով պատրաստ լինելու ու երկրորդ կալուստի թիմավորությամբ։ Սակայն այսօր ամբողջ աշխարհը գաբրի աղուտողի մեջ, սարսափի մեջ, դեղ պատերազմներ ու պատերազմներում լուրեր, այլ ուրիշ տեղեր երկրաշարժեր, որոնց համար նաև գաղութենք եւ կխնդրենք քեզ որ քո այրական սիրովդ եւ հոգացությամբ գտնայիս ու մանավանդ խաղաղություն շնորհես բարգեւես։ Իմ մասնավորի գաղութենք վերջերս Կոլոմբիայի մեջ տեղի ունեցող երկրաշարժին այդ աղետի պատճառով զոհ կացածներուն, անոնց ընտանեկան բարականերուն, որոնց մասին սկիզբեն խոսեցար, պատվիրեցիր ու պատրաստեցիր լսելով այս բոլորը պիտի պատահին, բայց տակավին այս բոլորը վերջը չեն, այլ ցավելու սկիզբն են, բայց նաև հիշեցուցիր աշակերտներու լսելով աղոթեցեք, որպեսզի այս օրերը գարջ լան եւ այս օրերը շուտ լմնան։ Թող որ մեր աղոթքները լան նախ աշխարհի խաղաղության, առավել եւս հոգիներու բրբության, առավել եւս մեղքերու կավության եւ թողության։ Ու մանավանդ գաղութենք եւ խնդրենք, որ լուսավորես մեզ յուրաքանչյուրին միտքը, սիրտը, հոգին, ամբողջ էությունը ու ճշմարիտ լույսովդ։ Մանավանդ երբ այսօր ամբողջ մարդկությունը գաբրի խաբար այս աշխարհի մեջ, որ ընդհանրապես մարդու միտքը խաբարեցուցած, աչքերը փակ, ականջները փակ, որուն համար եւ որդուն աշխարհ գրգեցիր ու միազին որդիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որուն աշխարհ քարուստով ոչ թե միայն բացավ ֆիզիկական աչքերը բույրին, այլ նաեւ անոր հոգեվոր, ոչ թե միայն բացավ խլացած ականջները խուլին, այլ նաեւ հոգեվոր, որպեսզի կարենանք մեր հոգեվոր աչքերով քեզ տեսնել ու բարիքներդ վայելել ու քեզի շնորհակալություն հայտնել։ Որպեսզի այդ ականջներով կարենանք լսել քու պատգամներդ եւ ոչ թե այս աշխարհին հրամցուցածը։ Որտեղ այս աշխարհին հրամցուցած ուրիշ բան չէ, եթե ոչ մոլորեցուցիչ, մոլորեցնող եւ մտքեր բղդորող։ Անորամարտով որ այս սերտողությունները լան արիդ մեզ յուրաքանչյուրին, ոչ թե միայն քու պատգամներդ լսելու, այլ այդ պատգամներով մեծնալու, հոգեվորապես աճելու, հասունանալու, քու հասագիտ հասնելու Տեր Հիսուս, որպեսզի նաև պատրաստ լան քու երկրորդ կալուստից։ Այս աղոթներուն հետ նաև մեր աղոթքը կբարձրացնենք բոլոր այն բարականերուն, որոնք նեղության եւ դժվարության մեջ են, իմ աշնավորի աղոթքը բարձրացնենք ծնողի մեր իր զավի, իմաստության, համբերության, ու մանավանդ սխալջանքու վերադարձին։ Անոր հոգեվոր աչքերու բացվելու, անոր ընտանեկան սեր միության համերաշխության։ Ինչպես նաև բարակամը, որ կխնդրի աղոթք իր մեկ բարակայի հիվանդի առողջության, բժշկության։ Ինչպես անցյալին եկան եւ քեզ մեր խնդրեցին քու ողորմությունը Դավիթի որդի, այսօր նույն ողորմությունը կխնդրենք քեզ։ Ողորմե մեզի Դավիթի որդի։ Եվ քո այդ ողորմությամբ նաև մեր աղոթքը կբարձրացնենք եւ կսենք Տեր ողորմյա
ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, Հիսուս բրգիչ մեզ ողորմյա։ Բարի երեկոց ձեր բոլորին, ձեր աղոթները լսելի և ընդունելի լան, մանավանդ այս դժվարին պայմաններու մեջ, քանի մի բաներ հիշեցման կարգով, նախ առաջին այսօր բայեցողության առաջին օրն է, վերափոխման Սուրբ Աստվածածնատոնին, որտեղի պիտի ունենա շաբաթավերջի գիրակի օրը, որ անցած շաբաթանով, որոնք ներկա էին աղոթքի երեկոյին, նաև այնտեղ բացատրվեցավ, թե ամբողջ այս տոնի խորհուրդը ինչ է, եթե ոչ, նաև մեզի համար հիշեցում, որպես նաև մենք պատրաստվենք այս երկրեն թեպի երկինք վերափոխվելու, որովհետև նաև, ինչպես Պողոս Արաքյալը գսե իր նամակներեն մեկու մեջ, որ մեկ փափակ ունին եւ այդ փափակը ուրիշ բան չէ, եթե ոչ Քրիստոսի հետ ըլլալ։ Իսկ Քրիստոս կպատասխանի ասելով, հոն որ ես եմ, այնտեղ նաև պիտի ըլլա իմ պաշտոնյան։ Եթե մենք այսօր Քրիստոսի կծառայենք, գուզենք, որ մենք ըլլանք հոն որ Քրիստոս է, կամ գուզենք, որ մենք ըլլանք հոն որ Քրիստոս մեզի հետ ըլլա հոն։ Այս է նաև նրբությունը, որ հաճախ մենք ուզենք, որ Քրիստոս ըլլա հոն որ մենք ենք։ Սակայն Քրիստոս հստակորեն կներկայացնի եւ կսե պիտի ըլլան հոն ինձի ծառայողները պիտի ըլլան հոն, որ ես եմ։ Եվ ինչ որ մենք կգարտանք ավետարանիչներու կողմէ մեզի փոխանցված, որ Քրիստոս իր հարութենեն հետո 40 օրեր մնալ է հետո, որ համբարձավ երկինք, ըստ ավետարանիչներուն գսե քնած եւ նստեցավ հորը աջ կողմը։ Եվ հետեւաբար մեզի համար ուր պատրաստեց, ճիշտ այնտեղ, ուր որ ինքը է։ Գնշանակե նաև մեզ մե յուրաքանչյուրին փափակը պետք է ըլլա, ինչպես որ Պողոս Արաքյալի փափակն է, ըլլալու Հիսուս Քրիստոսի հետ։ Գնշանակե այս ամբողջ անցուդարձերը, որի մեջով գանցի մարգարարածը, ուրիշ բան չէ, եթե ոչ, եթե այս բոլորը ցավ կպատճառեն, Քրիստոս կներկայացնի հետևյալ բառերով։ Այս բոլորը գսե գնմանի երկունքի ցավի։ Եվ շատ հետաքրքրական է այդ բարի փորձառությունը երկունքի ցավ։ Չսեր օրինակի համար այս բոլորը գնմանին գլխու ցավի, չսեր օրինակի համար այս բոլորը գնմանին մեջքի ցավի, որ հաջող ունին, բայց կսե այս բոլոր ցավերը, նեղությունները, որ պատմեցի ցեզի, որ դեղի պիտի ունենան, գնմանի երկունքի ցավի։ Եթե հարցնեք ինչ այս երկունքի ցավ կոչվածը, եթե ոչ ծննդաբերության ցավ է, որ կոչվի երկունքի ցավ։ Որոնք միայն իքական սերին հատուկ, սակայն երբ որ Քրիստոս ընդհանուր կխոսի, որ այս նեղությունները, այս դժվարությունները նման են երկունքի ցավի, որովհետև հոն որ ցավ գա երկունքի, նաև անոր բդուղը ծննդաբերություն է։ Անոր համար հաջող հղիկինը, երբ որ գերթա բժիշկի ցավերով բռնված, բժիշկը գսե դագամի ժամանակը չէ, դուն կնա։ Դագամի ժամանակ ունիս։ Որտեղ հաջող նաև այդ ցավերը խապուսիկ են, գխապեն քեզ։ Հետո գսե երբ որ քան ժամանակ արդեն գունենաս այնպիսի ցավեր, որ այդ ցավերը գրնան գրտնաբադ կբին, որ առավել եւս նշաններ են ծննդաբերության։ Եվ երբ որ գոկտակորձե Քրիստոս երկունքի ցավը, այս նեղություններն ու աստժվարությունները ներկայացնելու համար, նպատակը դա այն է, որ մեր մեջ ով պիտի ծնի, որ գնշա այս ցավերն ու այս դժվարությունները մեր մեջ պետք է որ արիտ տան ծնելու հոգևոր մարդը։ Թե չէ գնմանի բարձ ցավիմը, որ միայն գդարաբինք այդ ցավով, միայն գներվինք այդ ցավով, միայն գմփոստանանք այդ ցավով, եւ գսկսին գսելու ինչու։ Մինչ այդ ըղիգինը ընդհակառակը ուրախությամբ կսպասե այդ ցավերը։ Ճիշտ է, ցավեր են, բայց ուրախությամբ կսպասե ինչու երկու բանի համար։ Նախ առաջին պիտի վերջանան այդ ցավերը, որտեղ երկրորդ գեդն է որ կա, որտեղ նոր մարդը պիտի ծնի։ Նույնպես երբ որ գսե Քրիստոս այս բոլորը տեսեք, խորքի մեջ ուրախացեք։ Ինչին ուրախանան, ցավին դարավանքին ինչպես կարելի է ուրախանալ։ Ընդհակառակը գսե ուրախացեք, որտեղ ժամանակը սկսած է մոտենալու, ինչի։ Վերստին ծնունդին, հոգևոր մարդու ծնունդին ու մանավանդ Քրիստոսի երկրորդ գալուստին։
որ սա կնշանակել է վախար, այս օրերը, որ մենք գաբրինք, խորքի մեջ ուրիշ բան չեն, եթե ոչ պատրաստության առիթներ։ Սերդողությունները, որում մենք եդևենք, ուրիշ բան չեն ու պետք չէ լան, եթե ոչ պատրաստության առիթներ։ Անոր համար Քրիստոս քանիցս կգտնե, արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չինան։ Հետևաբար թող որ իրավես մեր աղոթքներն ըլլան այդպիսին պատրաստվելու, մանավանդ այս շաբթվան խորհուրդով, որպեսզի մեր փափակը ուրիշ բան չէ, եթե ոչ, ու պետք չէ ըլլա, եթե ոչ Հիսուս Քրիստոսի հետ ըլլալու։ Այն խոսքով վերափոխվելու երկրեն երկինք, ինչպես որ Մարիամ Աստվածածինը ինք վերափոխվեցավ երկրեն երկինք։ Երկրորդ խնդրանքս այն է, որ մեր աղոթքներում մեջ նաև հիշենք, ինչպես քիչ առաջ հիշեցինք, ինչ որ դերի ունեցավ Կոլումբիայի մեջ այն ահեղ զորավոր երկրաշարժը 7.5 զորությամբ, ուժգնությամբ, որ իրավես գսարսափեցնե բարձր պատկերները հետևեք գիտեք։ Եվ անդոր համար Քրիստոս այս բոլորի մասին խոսեցավ, բայց այս բոլորը պատմել է, ներկայացնել է հետո նաև ասավ հետևյալը, որ ծեր սրտերը թող չի խռովին, որտեղ գրնալով մեր սրտերը խռովին։ Գրնալով մեր սրտերը իդես այս բոլորին, տակավին իդես, ոչ թե այդ նոր մեջն ենք, բարձրապես տեսնելով այդ բոլորը, թիդելով այդ բոլորը, մեր սրտերը գրնան խռովին, մեր սրտերը գրնան հուսահատության մեջ ուղղ։ Անորոմա Քրիստոս քանիսս հիշեցուց, պատրաստեց աշակերտներուն, ասել ծեր սրտերը թող չի խռովին, հավատացեք։ Ու մանավանդ վստահ եղեք, որ ես արդեն իսկ հաղթեցի աշխարհին։ Միայն քիչ մևս, ինչպես Գեթսեմանեի պարտեզի վիճակն է, քիչ մևս արթուն մնացեք, մի քնանալ, քիչ մևս արթուն մնացեք, արդեն ժամանակը անցնելու է։ Անորոմա մեր աղոթքը լա, որ Աստված ինքը իր ողորմությամբ եւ կտությամբ նայի, այնտեղ այդ աղիվի պատճառով, բնության, կամ ինչ որ է, զոհեր կացած, այդ զոհերու ողորմի, այդ զոհերու ընտանիքներու բարականերու մխիթարությունը դա։ Եվ մանավանդ մեզի այսօր, թեկուզ հերավոր դեղերու մեջ ապրող, մեզ ալ պատրաստ է, որպեսզի մենք անակնկալի չկանք, երբ որ որոշ բաներ բադային նաև, մեր գլխում քալի։ Հաջող կսեք, Աստված չնե, այո, Աստված ինքը չնե, մենք դաղոթենք, որ չնե, բայց երբ որ դեղի ունենա, ինչպիսի պատրաստություն ունենք մենք։ Մենք պիտի փափակենք, որ փորձություններ չլան, եւ այդ ալ է միշտ մեր դերունական աղոթքը, մեզ փորձության մի տանի, շատ աղեք, բայց երբ որ փորձությունը կա, փորձությունը պիտի լա, ինչպիսի պատրաստություն ունենք, Քրիստոսով զորանալու եւ հաղթահարելու այդ բոլոր փորձությունները։ Հետևաբար մեր աղոթքը լա, որ Աստվածան մեզ զորավոր բահե, մեր հավատքի կյանքի մեջ ամուր հաստատում, որովհետեւ առաքյալի բարերով այս բարի պատերազմի մինչև իր ավարտին հասնելու համար։ Ի վերջո, բարի են եկած բոլոր անոնք, որոնք նոր կհետևին կամ սկսան հետևելու այս սերդողություններուն, մենք արդեն կսերդեինք եւ շարունակենք սերդել Սամոսները, որ արդեն հասած ենք 105-րդ Սամոսին։ Բզիկ վերականգնը բացատրությունը տալու համար թե ընդհանրապես ինչ են Սամոսները, քանի տեսակի Սամոսներ կան, ընդհանրապես Սամոսները հոգևոր երաժշտության եղած երգեր են, որոնք իրենք տեղի կունենային կամ մինչև այսօր տեղի կունենան որպես բաշխամունքային եբրայական մտածողության, հրեական մտածողության մեջ։ Նույն այս Սամոսները սակայն նաև օգտագործվեցան քրիստոնեական իմաստով հասկացողությամբ եկեղեցու արարողություններում ընթացքին, տարբեր առիթներով։ Եվ ինչպիսի Սամոսներ կան, տարբեր տեսակի Սամոսներ կան, իրենց բնույթով, օրինակի համար թագավորական Սամոս, որ կոչվին, ապաշխարության Սամոս, զղջումի Սամոսներ կան, հաղթանակի Սամոսներ կան, եւ յուրաքանչյուր Սամոս իր մեջ ունի հովանքագությունը, որ մեզի կներկայացնի նաև պատմությունը։ Փանի մարիտով, կեպքի մարիտով, երևույթի մարիտով, օրինակ մանավանդ սկիզբի Սամոսները, որ կգարթանք, կտեսնենք այնտեղ Դավիթ իր Սամոսները գրած է ընդհանրապես իր անձին հետ կապված երևույթներու մասին, որովհետև Դավիթը ինքը հալածական էր Սավուղի կողմէ, անտաստական դեր փախստական վիճակի մեջ, ուրեմն գաղութ է, որ Աստված ինքը պահե։ Եվ հաջող կտեսնենք, չէ, օրինակի համար 23-րդ Սամոսը, Հովիվի Սամոսը, որ դերն է իմ Հովիվս, թեկուզ եթե մահվան շուկի ծորի մեջ կդվի, պիտի չվախտան, որտեղ գիտեմ, որ դերի ինձ հետ է։ Որտեղ այդ երևույթները ինք կապրեր Դավիթ, մահվան շուկի ծորի մեջ են անցնելով, որտեղ եթե քիչ մի հետո չէ, եթե հիմա չէ, վաղ անպայման Սավուղ պիտի փորձես ինք սպանել։ Բայց եւ այնպես այս Սամոսները որքան անձնական, որքան կեպքի հետ կապված, որքան ժողովուրդներու հետ կապված, նաեւ այս Սամոսները իրենց մեջ ունեին
մարգարեական պատկաններ։ Անորամարալ արիտոմը Քրիստոս իսե օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն։ Միթե չեք կարդացած օրենքը, մարգարեությունները եւ սամոսները, որոնք իմ մասից կվգայեն։ Եվ անոր քեղեցիկ տիբուկ օրինակը ինչն է, եթե ոչ 22-րդ Սամոսն է, իմ մասնավորի 22-րդ Սամոսն է, որ ընդհանրապես մեզի կներկայացնի Քրիստոսի ճիշտ այդ դարավանքի չարչարանքի պահը խաչելության բահում։ Էլի լամա սապակտանի ատասկացողությամբ, ասվածին ինչու զիս փողուցիր, որ գնշա օրինակները մեկն է դագավին, որ գնշակը նաև Սամոսներու մեջ կան հատվածներ, որոնք իրենք մարգարեական շունչով գապված թեգուս Թավիթի կյանքին, բայց Թավիթի ջամփով մեզի կներկայացնեն նախապատկերացումը, շուկը, նախաճաշակը քալիք Մեսիային Հիսուս Քրիստոսին։ Այս օրինակները մեկն է նաև 105-րդ Սամոսը։ Ճիշտ է 105-րդ Սամոսը պատմություն մնե որ խորքի մեջ կներկայացնեն։ 105-րդ Սամոսը հիշեցում մնե որ կհիշեցնե ժողովրդին։ Եվ ինչ պատմության հիշեցումն է, եթե ոչ Աստծո տված խոստումը Աբրահամին, այդ խոստումին գրտնությունը Իսահակին, այդ խոստումին գրտնությունը Հակոբին եւ անոր սերունդներուն, որ մեդո նաեւ կներկայացվի Իսրայելի ժողովրդի ելքը Եգիպտոսեն, անոնց առաջնորդությունը անաբադային թափառումներու ընթացքին, որոնց սակայն Աստծո իսկ բադվիրաններ, Աստծո խոսքներ ուղված Մովսեսին ըսելու համար, երբ որ հիմա պիտի ելեք Եգիպտոսեն, պիտի անցնիք Գարմիր ծովը, պիտի մտնեք անաբադային թափառումներու ընթացքին, հետո պիտի հասնիք խոստացված երկիր։ Մինչ այդ ամեն շրջանդարի դուք պիտի պատմեք քալիք սերունդներուն Աստուծո մեծամեծ գործերու մասին։ Դուք պիտի վկայեք Աստուծո գործերու մասին։ Ինչպես Քրիստոս կսե, եթե դուք իմ մասիս պիտի չվկայեք մարդոց առջև, ես ինչպես վկայեմ ձեր մասին հորս առջև։ Եվ ինչն է վկայություն տալիքը, որ Աստված ինչ ըրավ այս ժողովրդին եւ ինչպես ազատագրեց այս ժողովուրդը Եգիպտոսի ըստրուտենեն։ Սակայն այդ ազատագրությունը դրված խոստում մներ որու Աբրահամին։ Ինչ ցևով, երբ որ դակամին Աբրահամ սերունդ չուներ, երբ որ դակամին Աբրահամ զավակ չուներ, եւ Աստված իրեն խոստացավ. Քեզ օրտնելով պիտի օրտնեմ եւ քու սերունդդ պիտի օրտնեմ եւ օրտնվի։ Եվ Աբրահամ հարց տվավ. այդ սերունդը ինչպես պիտի օրտնվի, երբ որ ես երեխա չունիմ, երբ որ ես զավակ չունիմ, սերունդ չունիմ, ինչպեսի օրտնության մասին է։ Եվ Աստված ասավ. դու պիտի ունենաս այդ սերունդը։ Եվ չսեր սերունդներ, այլ գսե դու պիտի ունենաս սերունդը։ Եվ Բողոս Արաքյանը կբացատրի այդ Եզակի սերունդի մասին։ Գսե Աբրահամը ինքը ճիշտ է ունեցավ մեկ սերունդ, եւ ինչն էր ով էր այդ մեկ սերունդը, Իսահակը, սակայն Իսահակով չփաբարարվեցավ, Իսահակ ունեցավ երկու զավակներ, Հակոբ ու Եսավ, Հակոբ ունեցավ 12 զավակները, եւ անոնք շատցան, բայց Դավիթ Աստծո խոստումը մնաց մեկ սերունդից, եւ այդ սերունդն է որ ես պիտի օրտնեմ, եւ այդ սերունդով պիտի օրտնվին բոլոր ազգերը։ Ուրեմն այդ քալիք օրտնությունը բոլոր ազգերուն ոչ թե սերունդներու ջամփով, այլ դերի պիտի ունենար մեկ սերունդի ջամփով, որ այդ սերունդը նախապատկերացումը Իսահակն էր, իսկ Իսահակի նախապատկերացումի նախաճաշակը Հիսուս Քրիստոսն էր։ Եվ հետո այս բոլորի մեջ է որ այս Սամոսը 105-րդ Սամոսը հիշեցում պատմություն ուներ խորքի մեջ։ Եվ այս հիշեցում պատմությունը արարողության ընթացքին Իսրայելի ժողովուրդ եբրայեցիները իրենք Գարդասանեին գգրտնեին այս Սամոսը, բայց չէին գրտներ ու պետք չէր գրտնեին որպես պաշտամունք, այլ որպես հիշեցում վերականգ Աստուծո կատարած մեծամեծ գործերու մասին։ Ադորամարալ Աստված գտելատրեր Մովսեսին, բատվիրը ժողովրդին սորվեցուր, որ սերունդ է սերունդ պետք է որ փոխանցվի Աստուծո կատարած գործերը, ինչու որպես այդ սերունդն ալ վգա դառնա շրջապատին Աստուծո մասին, որտեղ այդ իսկ երբ որ Աստված զիս կգանչե, երբ որ Աստված քեզ կգանչե, չի գանչե բարձրապես զիս քեզ գանչելու, այլ կգանչե իր քաշտին մեջ ըլլալու, հետո սակայն դալու իրեն բարտականությունը, ինչպես տվավ Բողոսին։
Ինչպես տվավ մյուս առաքյալներուն, ըլլալու համար աղ եւ լույս շրջապատից, վկայելու իմ մասիս, որպես ես ագարենամ քու մասիդ վկայել, որ այս անձը իմ աշակերտս է։ Ինչպես որ երբ որ թուն կվկայես մարդոց, որ այս իմ փրկիչս է, այս իմ Տերս է, իմ ստեղծիչս է, իմ հայրս է, վկայություն է, որ ես ունեմ։ Եվ ոչ թե միայն կներկայացնեմ որպես վկայություն, այլ նաև կուտամ արիթը, որ թունալ ընդունիս զինքը, քու Տերդ եւ փրկիչդ, քու ստեղծիչդ եւ արարիչդ, քու հայրդ, որտեղ ոչ թե միայն իմ հայրս է, իմ ստեղծիչս է, իմ փրկիչս է, ազատիչս է, այլ նաև համամարտկային հասկացողությամբ է։ Եվ ադոր ամարա Սամոսը կներկայացնե ժողովրդի մկյանքը, բայց նաև կհիշեցնե, որ այդ ժողովրդին ինչ տրվեցավ գոչում։ Ուրեմն Աստված երբ որ կգանչե, ինչպես որ Քրիստոս իր աշակերտները գանչեց, անոնց տվավ բարտականություն, անոնց տվավ գոչումը, գոչ հրավեր։ Եվ ավարտին ինչ ասավ նախքան իր մեկնումը, քացեք եւ ինչ որ ես ցեզի սորվեցուցի, սորվեցուցեք, վկայեցեք, խոսեցեք։ Ինչու՞։ Որովհետեւ խավարի մեջ նստող մարդը լույսը տեսնեն, լույսին կա եւ այդ ճշմարիտ լույսովն լուսավորվի։ Հետևաբար գանցին ամիջապես հատվածին 105-րդ Սամոսին, որ առաջին իսկ բարերը կան եւ դսեն այսպես. Գոհություն, շնորհակալություն հայտնեցեք Տիրոջ, բարձր հնչեցուցեք անոր անունը։ Եթե հիշեք երկու ամիսներ առաջ, որ թաթար ունեին, 104-րդ Սամոսը դարձյալ գոհության, շնորհակալության մասին էր, որովհետև հաճախ մենք ուկանք եւ գսենք լավ, շատ աղի։ Գիտեք, երբ որ բզդիկներուն բամը գդրվի, ծնողները ամիջապես ինչ կսեն, մերսիս, thank you, շնորհակալություն։ Բզդիկը հաճախ կմտածի, լավ, ինչ բանի համար շնորհակալություն պետք է այդի։ Երբ որ բամը գդրվի, որտեղ երբ որ բամը չտաս եւ հանգարցես երեխային thank you սե, երեխան ասի ինչ բանի համար thank you դից։ Նույնպես երբ որ այստեղ գսես շնորհակալություն հայտնեցեք, գոհություն հայտնեցեք Աստծո, մենք հիմա բամը կսկսենք մտածել, ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծո։ Այսինքն ինչ դրվեցավ մեզի, որպես մենք շնորհակալություն, որտեղ մարդը առանձնիչափ սպասումով է, որ գտի այդ բոլորը։ Բամը պետք է դրվի, որպեսզի տուն անոր փոխարեն շնորհակալություն հայտնես։ Անոր համար նաև բادرակի խորհուրդը, որ գոչվի հունարեն լեզվով Էվխարիստո, Յուքարիստ, որ գնաց շնորհակալություն, ինչ բանին ամա։ Այդ բادرիկը նշխար քինի մեջ թաթխվածին կամ այն խորհրդին, որ տեղի ունեցավ խաչի վրա խաչելության։ Անորոման է, որ ես եկած եմ այդ շնորհակալությունը հայտնելու, ասելու, որ այն ինչ որ թուն ըրիր ինձի համար, որ ես պետք է իմ մեղքերուս համար խաչվեի, չարչարվեի, դարավեի, թուն այդ բոլորը հանցն արիր իմ փոխարեն։ Եվ հիմա հավասիկ ես եկած եմ քեզ այդ շնորհակալությունը հայտնելու, որում քանսրական շոշափելի արտահայտությունը ինձի կդրվի ինչով այդ բادرիկով։ Այդ բادرիկով։ Եվ այդ բادرիկը գնմանի գիտեք ինչի։ Մանանեխի հադիգի։ Մանանեխի հադիգի, որն ամա Քրիստոս կսե, եթե մանանեխի հադիգի չափ հավատ ունենաս, լերները դեղերեն շարժես։ Մենք հաճախ կսենք, այս բادرիկը, այս հաղորդությունը ինչ պիտի կարենա ասել, ինչ պիտի կարենա ընել, ինչ պիտի կարենա փոխել։ Հիշեցեք ուրեմն Քրիստոսի խոսքը։ Եթե մանանեխի հադիգի չափ հավատ ունենա, որ գնչա տակավի մանանեխի հադիգը շատ ավելի փոքր է, քան այդ դրված ամեն գիրակի օրվան հաղորդություն խորհուրդը, որ սակայն այդ բոլորը ինչի մեջ կգայանան, հավատքի մեջ կգայանան։ Եվ ադորամար է, որ մենք կխնդրենք Աստծուց մենք Քրիստոսեն ավելցուկ մեր հավատքը, որպեսզի մենք կարենանք տեսնել անտինը, որպեսզի մենք կարենանք տեսնել քո այդ մեծամեծ փորձերը, որուն համար մենք կարենանք նաև այդ շնորհակալությունը հայտնելու։ Հետևաբար Լուկա եւ Սամոս 2-ում գոհություն հայտնեցեք, շնորհակալություն հայտնեցեք Տիրոջ, ու մանավանդ անոր անունը բարձր հնչեցուցեք։ Այսինքն ծեր մտքեն մի էսեք։ Ինչու բարձր, որպեսզի նա ներկաներն լսեն, որպեսզի ներկաները լսելով հարց տան, որու անունն է որ դուք։ Եվ այս անունը հասկացողություն անհրաժեշտ ու կարևոր էր հիշեցեք Մովսեսի դեպքը։ Երբ որ արիտոմը Մովսես հոթոր իր աներոր ոչխարները գարազեր։ Եվ հանգարց դեսավ որպես մորենին գայրի, բայց չսպարիր, չի բջանար։ Մոտեցավ արի հետաքրքրություն տեսնելով որ ինչ է այս քախնիկը։ Եվ ոնդեղ նաև գսել լսեցավ ցայնը, ասելով Մովսես, հոնուր որ գողես սուրբ տեղ է, հետևաբար գոշիկները թանեն։
Եվ այս երկխոսության ընթացքին երեք սիրք երրորդ գլուխ, այս երկխոսության ժամանակ Մովսես հարց ուրա գարցնե։ Եվ որ իրենք ասել հիմա կնա իմ ժողովուրդս Իսրայելի բարավոնին, որովհետեւ իրենք ազատագրես, ազատես դուրս բերես Եգիպտոսեն։ Գսե շատ արագ լավ երթամ, բայց ինչ նշաններ պիտի տաս, երկրորդ ամենակարևորը, ինչ է քու անունդ։ Ով ես դու։ Եվ հոն է որ Աստված ասել իմ անունս որ են է, որ գամ միշտ երեք այսօր եւ հավիտյան։ Եվ այս անուն հասկացողությունը ինչու կարևոր է, որովհետեւ նաեւ անցյալի հասկացողության մեջ, մանավանդ եգիպտական դիցապանության մեջ, որ իրենք ունեին չասվածություններ, ամեն մեկ չասվածություն անուն ուներ։ Իպես մեր ժողովրդի բակության մեջ կա։ Անահիտ չասվածուին, ասրիկ չասվածուին, եւ ամեն մեկ անուն նաեւ գխորհրդանշեր ամ։ Եվ անով նաեւ մարդիկ իրենց վստահությունը գարձեք սևով մգտնեին։ Եվ հիմա երբ որ եկած է այդ անուն հասկացողության, լավ է երբ որ երթամ այս ժողովրդին ինչ դիգսեմ ով զիս գրգեց։ Ասես զիս գրգեց որ են է իմ անունս։ Միշտ ներկա եմ այլ խոսքով կնշանակե։ Բարձավես անունը չէ, ինչպես մյուս չասվածություններում անուններ դրված էին։ Օրինակ եգիպտական դիցապանության գամած չասվածություններում բարակային ռա չասված օրինակ։ Եվ հետևաբար այստեղ երբ որ շնորհակալություն պիտի հայտնեք եւ անունը բարձր հնչեցուցեք, որովհետեւ ներկաները ծեր շուրջ եղող, երբ որ այդ անունը լսեն, նախ անուն, քիչ դարօրինակ անուն է անուն, չնայած որ հետո եբրայական հասկացողության մեջ Յահվե անուն, Եհովա անուն, դակամին որտեղ այդ անունը նաեւ երբ որ չէին գնարսել Էլոհիմ անուն, եւ շուրջի ժողովուրդները պիտի հետաքրքրվեին ասեն համար, այսինչ անունի մասին է ծեր խոսքը։ Ով է արդյոք այս անունը որ բարձր կհնչեցնեք։ Եվ այդ բարձր հնչեցնելը որովհետեւ նաեւ շուրջ եղող մարդիկը ոչ թե միայն հետաքրքրվեին ով է, այլ նաեւ իրենց հետաքրքրությամբ արիթ ըլլար, որովհետեւ իրենք թալ ճանչնային ծեր ջամփով, այդ ժողովրդի աստծո ժողովրդի ջամփով եւ անուն քալքային ճշմարիտ Աստված ճանաչումի եւ Աստված պաշտության։ Հետևաբար ոչ թե բարձրապես գիտեք շնորհակալություն հայտնեցեք, բարձր անունը բարձր հնչեցուցեք, բայց նպատակի համար, եւ այդ նպատակը խորքի մեջ ուրիշ բան չէ, որովհետեւ Աստծո միակ փափակն է, որ ինք Աստված ճանաչելի դառնա իր իսկ պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդու։ Ուրիշ բան չուզեր Աստված։ Ճանաչելի դառնա եւ այդ ճանաչելի դառնալու արարքն է, փորձողությունն է, որ դեղի ունեցավ աշխարհը գելով իր միածին որդին։ Արիթոմը Փիլիպոս իդեսե Հիսուսի։ Ցույց տուր մեզի հայրը, ջանցու, այսքան խոսեցար օրը մասին։ Ցույց տուր մեզի ով է այս հայրը։ Եվ ո՞ն է որ ասավ Հիսուս Փիլիպոս։ Այսքան դարի ցեզի հետ եմ ու դակավին չջանցար հայրը, ով որ զիս տեսավ հայրը տեսած է։ Եվ այդ արտահայտության մեջ Եբրայեցոս նամակը կա եւ ինչ կսե։ Որդին աներևույթ Աստուծո դեսանելի ու ճշմարիտ պատկերը։ Եվ երբ որ Պողոս Արաքյան կգանչվի, որպեսի քարոզե ավետարանը, Դիդոսի ուղված նամակի մեջ ինչ կսե Արաքյալը, Աստված զիս կանչեց իր ծառանը լալու եւ ինչ անելու, մարդիկը հավատքի բերելու եւ ճշմարտության ճանաչումին։ Ուրեմն Աստծո միակ փափակն է իր իսկ պատկերով եւ նմանությամբ ստեղծված մարդը ճշմարիտը ճանչնա եւ անորքա։ Ոչ միայն իր ժողովուրդը, իր ժողովրդի ճամփով նաև այսօր համայն մարդկությունը։ Եվ եթե հարցնեք ինչու է որ Քրիստոս աղոթեց Հովանու 17-րդ գլուխ, չէ ուզե որ զիրենք աշխարհեն վերցնես, այլ ուզե որ զիրենք չարեն բահես, ճիշտ այս նպատակի համար, որպեսզի եկեղեցին երկրի վրա ապրող դառնա ինչը, խոսնակը, արձագանքը, անունը բարձր հնչեցնողը երկրի վրա, որպեսզի լսողները լսեն, քան տեսնեն, ինչը մեծամեծ գործերը, որ ինչ կա, եւ ինչ կատարեց մեծամեծ գործերը։ Այդ մեծամեծ գործերը ինչ բանի մասին են, որոնց համար շատերու համար հիմարություն են, ուրիշներու համար դգարություն են, Պողոս Արաքյալը ասել։ Այդ մեծամեծ գործերը ինչ են որ կատարեց, խաչելությունն է, բայց այդ խաչելության ներբրբության ծրագիրն է,
որ մեղավոր մարդուն նոր կյանքի, հավիտենական կյանքի ժառանգորդ դարձնելու համար։ Հետևաբար երբ կոչ կուղեցելու համար բարձր հնչեցուցեք անոր անունը, բոլոր ժողովուրդներուն ջանցուցեք։ Տեսեք, բոլոր ժողովուրդներուն ջանցուցեք անոր մեծամեծ գործերը։ Այսինքն երբ որ դուք դերմը գերտակ, ասել գուզե, պատմեցեք, ինչ պիտի պատմեք, որ մենք Եգիպտոսի մեջ ստրուկ էինք, 400 տարի ավելի ստրուկ էինք, փարավոնը չէր արդուներ, որ մենք դուրս կանք Եգիպտոսեն, բայց հանգարց չես գիտեր ու գեուր, Մովսես անունով մեկը եկավ, անոր եղբայրը Ահարոն, եւ մեր նախահայրերը դուրս բերավ Եգիպտոսեն, բայց նախքան դուրս բերելը Եգիպտոսեն, 10 հարվածներ եկան Եգիպտոսի գլխուն, պատմեցեք, դե ասված ինչպես ես ազատագրեց, ուր եք և ձեզ ուր հասուց, ուր բերավ, 40 տարիներ անաբադի մեջ ինչպես գերագրեց, պատմեցեք, ինչու չեք պատմել, մենք այսօր խանութ մը գերդանք, աշան կնով ապրանք մը գարդենք, մարդ չի մնար, որ դեղև չլը մենք ուգի արինք այդ բոլոր և քանի արժեքով, և սոշել միդյաները կսկսին աշխատի շուդր է կնա, որտև քանի մատ մնացին, բայց ինչու շունինք համարցակությունը խոսելու, որ ինչպես պրգվեցան մենք Հիսուս Քրիստոսով, ինչու կամրջնանք հաջող հարության և հրաբարագի վրա, խաչագնկելու կամսելու, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք, որով գվախտանք հալազանքել, որտեղ գվախտանք մահեն, մորնալով սակայն, որ մեկը եկավ արդեն ինձի համար մերավ, մի վախտականոսն է, որ մարմինը կսպաննեն, այլ վախցեք անգե, որ հոգին եվս, արաբել եվս, կեհենի արժանի կթարցն է, և ճիշտ այդ պարետն է, որ այսօր այս սամոսը վիդես է, ինչու կամրջնակ կսե ասուտ, անունը ծարդ սայնով ներգայացնելու, և այսօրվան աշխարհ այդ վիճակի մեջ է, որ գաբրի, այսօր գվախտանք աստծո անունը տալու, ինչ կլա, չես գիտեր, հանգարց մարդիկ կրնան, ընդվսիլ մարդիկ կրնան նեղանան, ես ինչ եմ, ինչ կնեմ, որ ինչու, ես բարձավես իմ հայրս է, որ կեզ կջացնեմ, դու գուզես ընդունիվ, կամ ոչ, զիս ստեղծողն է, որ կեզ գուզեմ ջանցնեմ, որ նույնը ստեղծիչը կեզ ալ ստեղծեց, զիս պրդողը կեզ ալ պատրաստ է պրգելու, ինչու ամեջնամ այդ բոլորի մասին խոսելու, ինչու վախտամ այդ բոլորի մասին խոսելու, բայց տեսեք այնպիսի վիճակ է ստեղծված ցավոք սրդի, որ դարձեք անձնականացուցած են երևույթը, որտեղ քրիստոնեական հավատք հասկացողությունը Հիսուս Քրիստոսով անձնական դուքանի վիճակը չէ, քրիստոնեական հասկացողությունը Քրիստոսի հավատքով, Քրիստոսի հետ եղած փրկությամբ անձնական վիճակի մասին չէ, համամարտկային հասկացողություն մնե, որ ոչ թե միայն ինձի համար, ոչ թե միայն քեզի համար, ոչ թե միայն մեզի համար, այլ համայն մարդկության փրկության համար, եւ adorable է, որ գսե Քրիստոս քացեք, ամբողջ աշխարհին քարոզեցեք, սորվեցուցեք, ինչ որ ես ձեզ սորվեցուցի, եւ մգրտեցեք Հորը Որդին Սուրբ Հոգին անունով, եւ նույն թելադրությունն է, որ Սամոս 2-ում գսե, բոլոր ժողովուրդներուն ջանցուցեք, բոլոր ժողովուրդներուն, որտեղ այդ իսկ է պատճառը, որ Աստված ինք սկիզբը դուրս բերավ Աբրահամը իր հորը դունեն, ասել համար կնա, իմ ղրգած դեղս, իմ ուղած դեղս, իմ որոշած դեղս հոմբի երթաս, եւ Աբրահամ գսե ելավ իր հորը դունեն, արավ իր գինը Սարան, իր ունեցվածները, եւ հերացավ հորը դունեն, հազիվ հերացավ ինչ բան է բռնվեցավ, նեղություններու, դժվարություններու, սովի, ստիպված եղավ երթալու Եգիպտոս, Փարավոնին արչև ինձիկ ներկայացուց որպես քույր ու եղբայր, որ հանգարց չլավ է զինքը վնասեն այս սնեն, նամայ դնեն, ես սակայն ասված ինչպես բահեց այդ բոլորին ընդմեջով։ Ուրեն այս բոլորը Աստված ինքը ծրագիր ունի, որ ինչպես գարաշնորհի այս բոլորը, սակայն ոչ կուղե նաև ժողովրդին։ Աբրահամի ճամփով իբրև անհատ, այդ անհատով գազմված ամբողջ ժողովուրդը, սակայն անիկան ուներ գոչումը, ջանցնելու զասված, ճշմարիտը, համայն մարդկության բոլոր ժողովուրդներում, երկեցեք անոր, ներփող երկեցեք, պատմեցեք անոր սկանչելի գործերը, հբարդացեք անոր սուրբ անունով, հբարդացեք, մի ամաչնան, հբարդացեք, ինչպես Պողոս Արաքյալ կհբարդանար, կբարձենար, և ինչ էր բարձանքը Պողոս Արաքյալին, ես միան մեկ բարձանք ունիմ ուսեր Արաքյալին,
Ինչով կբարձենար, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսի խաչով։ Ենք այսօր ինչով կբարձենանք, մեր ունեցած վկայականներով, մեր թիզած գումարներով, մեր շինած դուներով, Բողոսարակալ ես միայն կբարձենամ Հիսուս Քրիստոսի խաչով։ Այստեղ Սամոս 2-ը հբարդացեք, բարձանք ունեցեք, նաև ամոր սուր անունով։ Դերը բաշտողներուն սիրտերը թող ուրախանան, դիրոջ դիմեցեք և իրմով զորացեք, բաշտեցեք զայն դեվապար։ Նեղության մեջ ես, դժվարության մեջ ես, դիրոջմով զորացիր, թիմե իրեն, մանավանդ անունը, որոթում պիտի հբարդանաս այդ անունով, պիտի հբարդս բարձան կստաս այդ անունով, հիշեցեք անորս կանչելի կործերը, և այդ հիշեցումը կեզի պիտի դա ինչ, արիտ, որ ասանք եթե դու նեղության է դժվարության մեջ ես, այդ իրրած կործերը հիշելով, կեզի պիտի դա վստահությունը, որ հիշես Աստծո տված խոստումը, որ իր այդ տված խոստումը երբեք չի մոռանար, եթե խոստացեր է փրկել, ուրեմն գնա ժանգը այդ խոստումը պիտի իրականացնե։ Անորոշ Աբրահամին տված խոստումը իրականացուց երբ 400 տարի հետո 400 տարի դեպեց մինչև որ իրականացուց տված խոստումը Աբրահամին եւ ելից Քիրքին երրորդ գլխում մեջ ասել եւ հիշեցի իմ տված խոստումս Աբրահամին եւ հիմա եկավ հասավ ժամանակը որպես այդ խոստումը իրականացնեմ։ Հետևաբար հիշեցեք անորս կանչելի գործերը, հրաշքները եւ արձակած վճիրները։ Ակնարկությունը ինչին է իր կատարած հրաշք եւ կատարած արձակած վճիրները Եգիպտոսի գլխում եկած հարվածներն են, որոնք սակայն ոմանց համար հրաշքներ են, ոմանց համար նաեւ վճիրներ են, դատաստանական վճիրներ են։ Որտեղ ինչ որ պատահեցավ Եգիպտոսի, երբ որ Դագավին Իսրայելը Եգիպտոսի մեջ էր, Եգիպտոսի գլխում եկան 9 հարվածներ, ըսկսյան Նևոս քեդեն, որ Նևոս քեդը վերածվեցավ արյան, կարմիր գույնի, որ այլևս չկարենան օգտագործել։ Որտեղ այդ Նևոսը նաև ամբողջ այդ տարածաշրջանին Եգիպտոսի անաբադային վիճակի մեջ Նևոսը նաև օվասիսմն էր իրենց համար, բրգություն էր իրենց համար։ Չսելով որ Դագավին չասվածությունն է, որ բաշտամունքի առարկա էր։ Եվ երբ որ Աստված այդ բոլորը արյան բերած է, ցույց տալու համար որ ցեր վստահություն Նևոս քեդի վրա մի տրեք։ Ցեր վստահությունը այդ փերքերը, որ Նևոս քեդի ջամփով ունի, ալ պիտի չունենաք։ Ցեր փերքերը ոչ թե միայն պիտի չունենաք, այլ նաև մարախները պիտի ունենան։ Գարդուտները պիտի վնասեն։ Եվ այս բոլորը ուրիշ բան չէին, եթե ոչ ինչ հարվածներ էին, եթե ոչ հիշեցման գարկով աբաշխարության արիթ։ Աբաշխարության արիթ թարցի, անդրադարձի ըսկաստության, արտության հրավեր, գոչ։ Որ հաջող նաև հիշեցին է այսօր մեզ մեն յուրաքանչյուրը, երբ որ նեղության եւ դժվարության մեջով գանձին հաջող հարց կտան, մեծ հարցմանշանը, ինչու այս բոլորը կպատահին։ Առանց սակայն հարցնելու, որ այս բոլորի մեջ Աստված ինչ նպատակ ունի, որ մեզ գարդոնե կամ գարդոնե, որ այս բոլորը մեր կյանքի մեջ պատահին։ Եվ հաջող դուք կանգնեցեք, մենք ինչ հրազենք, որ Աստված մեզ այս նեղության եւ դժվարության մեջով կանցնի։ Որ մեկով վնաս հասցուցակ չէինք, գրնալա։ Բայց հարցնենք։ Եթե անգերձ ենք մեր արտահայտության մեջ, հարցնենք այնպես ինչպես առաքյալները հարցուցին եւ իրենց պատասխանը ստացան։ Իսկ եթե հաջող չստացան, որտեղ Դագավի ժամանակը չէր այդ պատասխանը դրվելու։ Իսկ ոմանք եկան իրենց գերձավորությամբ, նենգությամբ եւ հարցումներ հարցուցին, Քրիստոս չպատասխանեց։ Ես սակայն տեսեք ինչպես կներկայացին այդ բոլոր եղածները որպես վճիրներ եւ իր կատարած հրաշքները, այդ բոլորը վերհիշեցեք եւ այդ վերհիշեցման լույսի տակ նաեւ ցեր այս կյանքը ապրեցեք։ Անորոշ Բողոսարակալ Գորընթասի նամակի մեջ ինչ կսի։ Անցյալի եղած դեպքերը եթե արձանագրվեցան, ինչու՞, որովհետեւ քալիք սերունդները ըստ այնը փաստի երակվին, որովհետեւ քալիք սերունդները ըստ այնը պատրաստվին, ըստ այնը սորվին ինչ բան, նույն սխալը չնելու համար, ինչ որ իրենց նախահայրերը հրին անաբատի մեջ եւ այդ իսկ պատճառով չհասան մինչեւ խոստացված երկիր, այլ անաբատի տապարումներուն դարդրնվեցան եւ մնացին անաբատի մեջ։ Եվ հետեւաբար գսե
Հիշեցեք հրաշները, սկանչելի կործերը և արձագած բջիրները։ Թուք զավակները թագոպի և ընդրյանները դիրոջ, թուք ով սերունդ Աբրահամի դիրոջ ծարային, անիկա դերն է մեր ասվածը։ Հիշեցնեն, ովքեր եք թուք, Հակոբի սերունդն եք, ովքեր եք դուք Աբրահամի սերունդն եք, եւ ով է Աբրահամը, այո ծերնախահայրն է, բայց խորքի մեջ նաեւ ով է դիրոջ ծարան է։ Դիրոջ ծարան, եթե Աբրահամը ինքը դիրոջ ծարան է, դրամապանությունը կենթադրել, որ եթե մենք Աբրահամի սերունդ ենք, մենք ինչն ենք, դիրոջ ծարաներն ենք։ Ոչ թե միայն Աբրահամն է դիրոջ ծարան, այնայն մենք դիրոջ ծարաներն ենք, ինչպես Պողոս առաքյալը 21 նամակի սկիզբին։ Ես Պողոս ծառա Հիսուսի Քրիստոսի։ Որ այդ ծառայալու հանգամանքը գուտա ինձ նաև խոնարհության վիճակը։ Ինչպես երբ որ թագավորին առջև երթային, ինչ կսեին, ծառայեն քեզ։ Այսինքն պատրաստակամությունը ունիմ քեզ ծառայելու։ Եվ այդ ծառայությունը իմիջայլոց հոժարական ծառայություն եւ ոչ թե ստրգական, ֆռնադիրական, ընդհանրապես սիրով հոժարությամբ պատրաստել քեզ ծառայելու։ Եվ հիմա կհիշեցնեն դուք ով Հակոբի սերունդ, դուք ով Աբրահամի սերունդ, որ դիրոջ ծառան է, անիգա է դերն է մեր Աստվածը։ Եվ շարունակել, սակայն անոր վճիրները ամբողջ աշխարհին համարեն, միայն ցեզի չեն, եթե ծեր մասին են, եթե լավ բաժին են, միայն ցեզի չեն, բոլորին համարեն, եթե վճիրները միայն ցեզի չեն, բոլորին համարեն։ Ծեր ջամփով դու բարձավես ներկայացուցիչն եք։ Դու բարձավես սկիզբն եք։ Սակայն այդ սկիզբին շարունակությունը կա, որ պետք է որ նաև ամբողջանա։ Ագորավարալ հաջող մարդիկ կարծեն ինչու Աստված սկսավ օրինակ Աբրահամով։ Աստված ո՞ր մեկ տեղեն գրնա սկսի։ Ո՞ր մեկ մեգով գրնա սկսի։ Սակայն միայն սկսիլը չէ պայման, այլ նաև այդ սկսածը իր ավարտին հասցնելու եւ այդ ավարտին հասցուց ինչով իր միածինով Հիսուս Քրիստոսով։ Հետևաբար դու ով Հակոբի Աբրահամի սերունդ, դերն է մեր Աստվածը, իր վճիրները ամբողջ աշխարհին, անիգա իր ուխտը միտքեն չի հանել բրավ, իր խոստումը քալիք բոլոր սերունդներուն համար է։ Իր ուխտը իր մտքեն չի անել եւ իր խոստումը քալիք բոլոր սերունդներ։ Ինչ է ուխտը? Ուխտ կնշանակե թաշինք, ուխտ կնշանակե համացայնակիր։ Եվ այդ ուխտը գնկվեցավ Աբրահամով ճիշտ է, բայց նախքան Աբրահամը Աստվածաշունչ մատյանը ծննդոց գիրքը մինչև Աբրահամ նաև քանի մտարբեր ուխտեր եւս կնշե։ Օրինակ, երբ որ ուխտ կնքեց Աստված, որու հետ? Նոյի հետ։ Նոյի հետ ուխտը կնքեց։ Ձիազանը դալով, որպես ուխտի նշան, որպես խոստումի նշան։ Եվ սակայն Աբրահամով այդ ուխտը կնքեց ինչով? Զոհով, զոհ։ Եվ ով էր այդ զոհը? Փոխանակ Իսահակի մացարները բռնված խոյ մգար, որուն համար ասավ Աբրահամին այդ զավգից ցեք չդաս, անոր համար ուրիշ զոհը պատրաստված է։ Եվ այդ ուխտն է որ կնկվի վերջավորության երբ վերնադան մեջ, վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոսով։ Արեք խմեցեք, այս է ուխտի հաժակը իմ արյունս, որ կթափվի, կհեղու աշխարհիս թավության, թողության մեղքերու համար։ Եվ հետևաբար Աստված երբևիցե իր մտքեն չի հաներ, չհանեց այդ ուխտը, այդ թաշինքը, որ գնքեց։ Եվ ընդհանրապես ուխտը, որու միջև կգնկվի, այդ համացայնակիրը, որու միջև կգնկվի, երկու այսպես ասած անձերու միջև, որոնք խժդված են, թշնամացած են։ Եվ ինչ էր այդ թշնամությունը Աստծո եւ մարդկության միջև? Մեղքը։ Մեղքը պատճառ դարձավ, որ մեր եւ Աստծո միջև հարաբերությունը թշնամանա, թշնամությունը դա։ Եվ Աստված եկավ այդ ուխտը կնքեց, որպես այդ թշնամությունը վերնա։ Եվ ադիգա ամեն երակի մենք երկենք բարձավես երկ, շարական։ Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ, սերը ընդհանուրին սփռվեցավ, խաղաղության ցայն հնչեցավ, թշնամությունը վերացավ, բայց երկ է։ Եվ եթե հարցնեք ինչու միայն երկ է,
Որտեղ այսօր դակավին թշնամություն ունենք մենք։ Այսօր դակավին մարդը մարդասպան է։ Այսօր դակավին ադելություն, նախանց փառություն կա։ Եվ ցավոք սրտի ադիկա գտարնա միայն երկ։ Ադիկա գտարնա միայն շարական մը երկեցողություն բادرակի արարողության դասը։ Որ գնշան մենք իրակի գուկա մեզ հիշեցնելու ուր այդ խաղաղությունը, ուր այդ թշնամության վերացումը եւ անոր համար առաքյալը գսե հստակ բարձ բարերով սուտ խոսիստում սդախոսում ես որ գսես ես Աստված կսիրեմ բայց նմանը չես սիրել սուտ խոսիս գսե նախ տեսածը սիրել նմանը սիրել հետո արդեն ինքնաբերաբար չդեսածը սիրած գլաս որտեղ դու այդ դեսած անցդ որ կսիրես անոր մեջ պետք է դեսնես նաև ինչը Աստծո ներկայությունը ամեն բարակի այստեղ եւս հիշեցնե եւ կսե տեսեք ով Հակոբի սերունդ, ով Աբրահամի սերունդ եթե հանգարց կգարձեք որ Աստծո դված ուխտը, կնքած ուխտը իր դված խոստումը միայն անոնց համար է ոչ քալիք բոլոր սերունդներուն համար եւ այդոր համար է որ ինչու որ այս Սամոսի մեջ եւս կա ինչը արցականքը քալիք ուխտի գադարումին որ կապված է Հիսուս Քրիստոսով ըլլալիք այդ ուխտին քալիք սերունդներուն են քալիք սերունդը ոչ թե միայն Աբրահամին, Իսահակին, Հակոբին ոչ թե միայն Հակոբի հաջորդող սերունդներին 12-ին այլ քալիք բոլոր սերունդներուն այսինքն այսօր վրա նաեւ վաղվան համար եւս քալիք սերունդներուն մինչեւ երբ Քրիստոսի երկրորդ քալուստը ուրեմն գնշայ անուն որոնք հիմա ծնած են պիտի ծնին գծնին նաև իրենք եւս արիտ ունին եւ պետք է մնան ինչի այս ուխտին հետ մաս կազմելու որովհետեւ անոնք եւս ինչ դառնան այդ ուխտին ժառանգորդները ինչպես որ Աստված է որ դվավ Աբրահամին ուխտը խոստացվածը սա նայ քուսերոնց դե որ պիտի ժառանգյալ եղի Եվ Աբրահամը ինքը հերվեն տեսավ, իսե ուրախացավ։ Անորամարալ արիտոնը Քրիստոս ասավ, ծեր հայրը Աբրահամ զիս տեսավ եւ ուրախացավ։ Անոնք շշմեցան, ապշեցան, ասին, մեր հայրը Աբրահամ քեզ տեսավ ուրախացավ։ Երբ տեսավ եւ երբ ուրախացավ։ Եվ Աբրահամ գսե ծննդոց գիրքի մեջ, եւ Աբրահամ հերվեն տեսավ եւ ուրախացավ։ Եվ ինչը տեսավ Աստուծո պատրաստած այդ ուխտի գադարման խոստումին իրականացումը տեսավ Հիսուս Քրիստոսով կատարելիք։ Եվ հետապար գեիշեցնե որ մի հուսահատիկ հանգարց, երբ որ նեղության եւ դժվարության մեջ որ կանցնիկ, հիշեցեք Աստուծո կնքած ուխտը, որ ինք իր երբեք իր մտքեն չհաներ եւ իր դված խոստումը, որ երբեք չի մոռնար եւ բոլոր սերունդները չի մոռնար այն ուխտը որ գնքեց Աբրահամի հետ, այն ինչ որ երթումով Իսահակին խոստացավ, այն նույնը գանոնի վես կրտնեց Հակոբին, իբրև հավիտենական ուխտ իր ժողովրդին, Կանանու երգիրը քեզի պիտի դամսա, իբրև ցեզի վիճակված ժառանգություն խոստացված է։ Անորամար երբ որ Եգիպտոսեն ելան դուրս, ուր երթալու խոստացված երկիր։ Նախքան սակայն մինչև խոստացված երկիր անաբադային թափառում 40 տարիներ անաբադի մեջ թափարեցան, ինչու երկրորդ օրինաց գիրքը գսե, որպեսզի իմանամ գիտնամ ծեր սրտի մեջինը, թե դուք որքանով ինձի կվստահեք։ Եվ ես դիտմամբ գսե Աստված, դիտմամբ ձեզ 40 տարիներ թափարական դարձուցի, որպեսզի ծեր սրտի մեջին իմանամ։ Որ գնշե հաջող Աստված դիտմամբ զիս անաբադային թափառումներում մեջով դանցնե, որպես իմ սրտիս մեջին իմանա, որ ես իրոք ճշմարտապես իրեն կվստահիմ, կամ բարձրապես իր անունն է, որ կգրտեմ լեզվի շփնելուց վրա, որտեղ վստահ է մարգարեական գիրքի մեջ գսե Աստված, այս ժողովուրդը Իսրայել ժողովրդի մասին է, բայց այսօր այս ժողովուրդը, այսօրն ապրող ժողովրդի համար գսե Աստված Այս ժողովուրդ եթե զիս կբաշտե միայն շրտներով, անոր սիրտը ինձնե հերու է։ Եվ սիրտ հասկացողությունը կապված է սիրելուն հետ։ Անոր երկու սիրաներ սիրտ կգծեն։ Երբեք չի նման իրաց սիրտին։
ինչպես կգցեն չմալքի դրադի, բայց եւ այնպես է սեր գուզե իր սիրտը ինձ ներու է գրիշա սերը չկա, անունս կկանչե, բայց սերը չկա, անորոմար հայտությունը անու կրկի մեջ կսե, քեզի կսե բադվեր մդամ, խրատ մդամ, վերաթարցիր առաջին սիրետ, վերաթարցիր, սիրե այնպես ինչպես ես քեզ նախ սիրեցի, սիրե այնպես ինչպես ես քեզի համար կյանքս տվի, այդպես ես սիրե, մի սիրեր որտեղ ես քեզի հարստություն տվի, մի սիրեր որտեղ ես քեզի հաջողություն տվի, կամ քեզի առողջություն տվի, սիրես ես այնպես ինչպես ես քեզ սիրեցի, իմ կյանքս տվի քեզի համար, եւ անորոմա Պողոս Արաքյալը գսե, Աստված ձեզ ուրիշ բան չուզեր, ձեր անձերը Աստծո զոհասեղանին թրեք, ճիշտ է կացեք գրակը նետվեցեք, այլս էլ գուզե ինչ որ պիտի ընձայես Աստծո զոհասեղանին, այս զոհասեղանին թրածդ, այդ չէ որ Աստված կուզե, այլ Աստված քու սիրտը, իմ սիրտս, մեր սիրտն է որ կուզե, այն սիրտը որ կփափախե, այն սիրտը որ կսիրե, եւ ոչ այն սիրտը որ գատե, այն սիրտը որ թշնամությամբ լեցում է, եւ անորոշ Աստված ինչ կսե մարգարեին, այս ժողովրդի մեջ են պիտի հանեմ կարացած սիրտը, եւ անոր դեղ մսերեն փափախող սիրտ պիտի տնեմ, որ գնշա Աստված այսօր պատրաստ է, եթե ունիմ քարեղեն սիրտ, կարծրացած փարավոնի սրտի նման, Աստված ինքը պատրաստ է surgery անելու, implantation անելու, մսերեն սիրտ տնելու, որ կփափախե կսիրե, կկուլտուրա, կհոգա, ինչպես Աստված ինք, հետևաբար այստեղ ևս կհիշեցնեք, հիշե այդ խոստումը, որ տվավ Աբրահամին, գրտության կնով Իսահակին, Հակոբին, եւ այդ բոլորը իբրև հավիտենական, եւ այդ երկիրը որ քեզի պիտի դամ իբրև վիճակված ժառանգություն։ Այսպես խոստացավ, երբ Դագավին թիվով այնքան քիչ այս երկրի մեջ ապրող փուրմը բանտուկներ։ Թափարական։ Նախ ընդհանրապես այդ օրերու կյանքի թրվածք այդպես էր։ Վրանի տակ, հոնուր որ չուր, հոն գլարնայվ իրենց գեցությունը։ Որտեղ նաև իրենք ունեին հոդեր, ոչխարներ, գարազեին, անոնք եւս գարիկ ունեին ճուրի, հետևաբար ուր որ ճուրը գար, այնտեղ գլար նաև իրենց վրանները։ Հետևաբար այդ բոլորը ինչ կպատկերացնեին, որպես բանտղտություն, մեկ տեղեն մյուստեղ, եւ սակայն այդ բոլորը Եբրայեցոս նամակի մեջ կսեն, եւ անոնք կսե բանտուղներ էին, հայրենիք մը կփնտրեին, այդ խոստացված երկիրը կփնտրեին։ Եվ անոր համար Աստված եկավ բահը դալու Աբրահամին եւ ասելու դես քեզի պիտի դամ երկիրը այնպիսի երկիրը ուր գատ եւ մեղը կփխի ամեն ինչ պատրաստ քեզի ան պետք չունիս թափարական աստանտական ապրելու դեղ այլ գտնելու նաեւ քու հանգիստ եւ Եբրայեցոս նամակը նշանակե եւ ասե եթե այդ խոստացած երկիրը մեր իմացած գիտած քանանու երկիրներ անոնք ժամանակ ունեին երթալու հասնելու եւ ժառանգելու այդ երկիրը սակայն գսե անոնք կսպասեին ագնդալությունը եւ սպասում ունեին անցերակորց հայրենիքիմը անցերակորց երկրիմը ոչ այս քանանու երկիրը որուն համար այսօր այդ բادرազմն է որ տեղի ունենա եւ հետեւ վար գսե քեզի իբրև վիճակված բաժին Այսպես խոստացավ, երբ Դագավին քիչ էին, իբրև բանտուկներ, որոնք երկիր մեկ թագավորության մյուսը գերտային, դերը թույլ չտվավ, որ որևէ մեկը վնաս հասցնե անոնց, զանոնք պաշտպանելու համար թագավորներուն սպառնած, չի թփչիկ իմ ընդրյալներուս, չարիք չհասցնեք մարգարեներուս։ Չլա թփչիկ։ Եվ այդպես անեղավ։ Քիչ առաջ հիշեցինք Աբրահամի Սարայի պատմությունը մեկ թագավորությունը մյուս թագավորություն գտավ եւ հանգարց վադեցավ որ փարավոն ցանկած Սարան ունենալ եւ սակայն սպառնաց քիշերով երազի ճամփով փարավոնին չլա դրճի Սարային որտեղ վարիգան մուսիմ ունի որ Աբրահամն է եւ Աստված ասես ինչպես բայ ճիշտ է թափարական դարձան դեղ բայց ոյ մեկ չարիք չհասավ անոնց Ինչու քաղաքնիկը ոդանոք բայեցին իրենց հավատարմությունը։ Ոդեբասան փոս Սամոսերու համարդի
ադիգա բիդիկա մեջ բերելու եւ հիշեցնելու այս բոլորը կգադարվին, եթե թունալ իմ խոսքերս բայես, իմ դված պատվիրաններս բայես եւ հնասան տվես այդ բոլորին։ Դերը սով պերավանոնց երկվին ու դելիք ամեն բաշարը սպարեց, բայց Հակոբի սերունդները փրկելու համար անոնց մե առաջ վրգեց Հովսեփը։ Եվ տեսեք ինչպես կներկայացնեն։ Պատմությունը երբ որ կգարտանք, ինչ կգարտանք, Հովսեփ, որ իր տանը մեջ իր եղբայրներուն համար ինչ էր նախանցելի վիճակ։ Երազներ կտեսներ, երազներ կբացատրեր։ Հայրը Հակոբ այնքան զինք կսիրեր, որ գունավոր նաև պատժումը տվավիրեն, եւ եղբայրներուն մեջ նախանց արտնցավ, եւ ինչ փորձեցին անել, սպանել, սակայն հութան եկավ եւ իսավ չէ, ծեր չտանք այս երեխային, որպես հանգարց մեր հայրը այս կամ այն ծերով չի վտանգվի վնասվի, եկեք ծախենք զինք։ Բայց տեսեք դերը ինչ պատրաստել էր ծրագիր։ Հակոբի սերունդը սովի պիտի բռնվի, բայց անոնց մե առաջ Եգիպտոս պիտի ղրգե Հովսեփը։ Տեսեք Աստծո գործերը անհասանելի, անհասկանալի, անըմբռնելի մարդուս համար։ Մենք կգարտանք կմփոստանանք տնտեսինք։ Դες եղբայրները ինչ լինին, դες ինչ լինին, ինչպես լինին, բայց ասված տեսեք ինչպես ծրագիր ունի իր մտքի մեջ որ ինչ կպատրաստել։ Եվ այս Հովսեփի պատկերը, որ քիչ մետը կշարունակի ինչ եղավ Հովսեփ, իբրև ստրուկ պատճառվեցավ։ Բան չգնաց տուրիստ, Հովսեփը չգնաց բնույթի Եգիպտոս տեսնել նային թուրքերը ինչպես շինված են, այլ գնաց կսե իբրև ստրուկ, անոր ոտքերը շղթաներ, անոր վիզին երկաթե օղակ, այդպես գնաց։ Եվ սակայն ինչ բանի պատրաստվեցավ Հովսեփ, մինչև իր խոսքը իրականացավ, դիրոջ խոսքը եկավ անոր ըստածը հաստատեց, թագավորը մարդ ղրգեց, զայն ազատ արձակեց, ժողովուրդներու դիրակալը զայն փանդեն անել դվավ, զայն դեր գարկեց իր պալադին, իշխան գարկեց իր բոլորը ստացվածներուն, զայն իր իշխաններուն վրա իրեն փոխանորդ գարկեց, իր խորհրդականներուն իմաստություն ուսուցանելու հեղինակություն դվավ անոր։ Ինչպես սկսավ Հովսեփ, ինչպես ավարտեց Հովսեփ, եւ այդ բոլորի մեջ Սամոսներու մեջ գրված ցույց կտա մեզ նաեւ նախաճաշակը Քրիստոսի, ինչպես որ Հովսեփ ինքը ծախվեցավ եղբայրներու կողմէ, նույն ձևով նաեւ Քրիստոս ծախվեցավ իր եղբայրներու կողմէ մատնվելով 30 արծաթի, ինչպես որ Հովսեփ ինքը չարչարանքով նեղությամբ, փանդարությամբ, այդ բոլորն նաեւ Քրիստոսի ինքը հանձնարավ այդ նեղությունը, այդ տարավանք, այդ փանդարությունը։ Հետաքրքրականը սակայն տեսեք ինչն է վերջին դողերն են, իր խորհրդականներուն իմաստություն ուսուցանելու համար հեղինակություն տվավ անոր։ Ովքեր են խորհրդականները, Բալադի խորհրդականներն են Փարավոնի։ Այդ խորհրդականները, Փարավոնի խորհրդականները, որ ինչ խորհուրդ տվավ Հովսեփ, երբ որ Փարավոն երազին տեսավ, երազին մեջ տեսավ 7 բարարդ եզեր, 7 նիհար եզեր, եւ իբրև ցույց տվավ թե ինչպես 7 տարիներու արարության տարիներ եւ 7 սովի տարիներ։ Եվ այս երազին որպես բացատրություն եկավ ասելու համար թե Հովսեփ եկավ բացատրեց Փարավոնին երազը, ասելու համար այս 7 արարության տարիներուն ըշտեմարանները չինե, ծորենները ամփարե, որովհետեւ 7 սովի տարիներուն գարենաս օգտագործել եւ թելադրեց Փարավոն ասելու համար մտի գրեք Հովսեփ ինչ որ գպատվիրեց ես, ինչ որ գթելադրեց եզի։ Միջ այդ երբ որ Հովսեփ դուրս եկավ փանդեն եւ այդ բոլորին իբրև պատասխան տվավ Փարավոնին, համեմատաբար Հովսեփ շատ ավելի փոքր էր տարիքով, քան խորհրդականները Փարավոնի բալադի մեջ եւ եկեղեցական հայրերը այս բոլորի մեջ ինչ են տեսած։ Եթե ոչ նորալուկ նոր դուրս եկած եկեղեցին Հովսեփի նման իմաստություն փոխանցելու աշխարհի խորհրդականներուն, որոնք լեցուն են իրենց իմաստությամբ, իմաստասիրությամբ, սակայն ով է իրենց իմաստություն ցույց տվող ուսուցանողը, եթե ոչ եկեղեցին, որ կստանա իր իմաստությունը եւ շնորհքը նույնիկը Սուրբ Հոգի ճամփով։ Ահավասի տեսեք ինչպես Աստված կպատրաստե, ոչ թե միայն Հովսեփը, այլ Հովսեփի ճամփովն եւ այսօրվան եկեղեցին։
Եվ այդ եկեղեցին, որում մեջ գներգործե Սուրբ Հոգին, որում ուտա նաև անհատներուն, հավատացյալներուն հեղինակությունը, ինչի իմաստությամբ ուսուցանելու, իմաստությամբ, ոչ թե գիտությամբ, իմաստությամբ, որ նաև ուրիշ բան չէ, որ Սուրբ Հոգի շնորհներն են, 7 արբյան շնորհներն են, որ գդվի եկեղեցու, որովհետեւ եկեղեցին ան նաև փոխանցե ինչը խորհուրդը, որու աստվածային ծրագրի, աստծո փրկության ծրագրի։ Ահա ինչու է որ եկեղեցին դալանի գբահվի երկրի վրա, որովհետեւ լույս սփռե խավար աշխարհի մեջ մարդոց։ Եթե այսօր լույսի մեջ ենք, եթե ենք, աղոթենք, որ Աստված մեզ լույսի մեջ պահե, եւ նաեւ մեզի դա շնորհքը, որ այդ լույսը սփռենք եւ ոչ թե սեղանի տակ պահենք։ Իսկ եթե մենք դականի լույսի մեջ չենք, աղոթենք, որ Աստված մեր մեջ ցակեցնե այդ ճշմարիտ լույսը, լուսավորվելու, լույս տալու եւ մեզ եւ մեր շրջապատին, որովհետեւ մարդիկ այդ լույսը տեսնելով լույսի կան եւ լուսավորվին։ Աղոթենք։ Բահաբան ամեն այնի Քրիստոս, աչքո հովանի լիցի ի վերամեր, ի դվե և ի կիշի, ի նստիլի տան, ի կնալ, ի ճանապար, մնչել և ի հարնել, զիմի երբեք սասանեց այց և ողոր միակո, արարացոց և մեզ բազմա մեղացս։ Ամեն։ Բարի կիշեր, Աստված ձեզ հետ